Քանի Իրանն ու Իսրայելը միայն մասամբ են բացել օդային տարածքները, Հայաստանը շարունակում է մնալ Թեհրանից դուրս եկող օտար երկրներում ապրող իրանցիների տրանզիտ գոտին։ Իսրայելական ռմբակոծությունների պատճառով 4 օր առաջ Թավրիզից դուրս եկած ֆրանսիացի այս տղան ագարակի անցակետ է եկել դիմավորելու ընկերուհուն։ Աղջիկը իրանցի է, Թեհրանից պետք է գա, այստեղ հանդիպեն։ Երկար ժամանակ է չեն տեսել իրար։ Նա շուտով կժամանի, այստեղ ֆրանսիացի դիվանագետներ կան, կօգնեն, որ այժմ տաքսի գտնենք, հասնենք Երևան։ Պասկալը Ֆրանսիայից Իրան էր գնացել ընկերուհուն տեսնելու, բայց չէր հասցրել։ Թավրիզ հասնելու հենց հաջորդ օրն էր սկսվել պատերազմը։ Պասկալը որոշել էր դուրս գալ Իրանից, երբ գլխավերևում իսրայելական ԱԹՍ էր տեսել։ Իրանի երկինքը փայլում էր հրթիռների լույսերից։ Շատ մարդ էր Թավրիզից պատրաստվում Երևան գալ, խուճապ էր քաղաքում։ Ինքն է համոզել ընկերուհուն դուրս գալ Թեհրանից, չնայած գրակոծները լռել են, ինչ իմանաս, ինչ կա Թրամփի մտքին։ Նա շատ է վախեցել այս ընթացքում, ականջների մեջ են կրակոցների ձայները, Թեհրանն ավելի ինտենսիվ էր հրթիռակոծվում։ Պետք է սպասենք տեսնենք, Իսրայելը կհետևի պայմանավորվածությանը, որովհետև խնդիրը Իսրայելն է, ոչ թե Իրանը։ Երևան գնացող ավտոբուս է փնտրում այս աֆղան երիտասարդը, Մեծ Բրիտանիայում է ապրում, գնացել էր Իրան որպես զբոսաշրջիկ, բայց իսրայելական ռումբերի տակ ոնց կարող էր վայելել Իրանի մշակույթը, ինչի համար այդքան ճանապարհ էր անցել։ Ես քաղաքականությունից հեռու եմ, ուղղակի ուզում էի վայելել բնությունը, մշակույթը։ Միայն հասցրեցի նկատել ինչքան լավն են իրանցիները, ինչքան համեղ է նրանց սնունդը, լավ երկիր է։ Հայ-իրանական սահմանից Երևան ճանապարհընկածների առաջին կանգառը այս սառնորակ աղբյուրի մոտ է։ Մարդիկ կանգնում են մի քիչ շունչ քաշելու, բայց չեն կարողանում կտրվել չքնաղ Սյունիքի տեսարաններից։ Ես երբեք չէի եղել այս գեղեցիկ երկրում, Հայաստանում, ճիշտ է չպլանավորված այց է, բայց շատ ուրախ եմ լինել այս հրաշք բնության գրկում։ Կոլորադոյում է ապրում այս ընտանիքը, ամեն տարվա պես այս տարի էլ գնացել էին հայրենիք Իրան հարազատներին տեսնելու։ Պատերազմը սկսվեց իմ ծնունդից 2 օր հետո, առավոտյան 3-ին վեր թռա, որովհետև պայթյունից կոտրվեց պատուհանս, ես երբեք պայթյունի ձայն չէի լսել մինչև դա։ Վերջապես հրադադար է, տեսնենք ինչքան կտևի, չգիտեմ։ Թրամփն ասել է, բայց մինչև վերջ վստահ լինել հնարավոր չէ։ Թրամփը շատ լավ առաջնորդ է, կարծում է այս տղան, բայց միայն ամերիկացիների համար, իսկ իրանցիները շատ բան չեն ուզում, հանգիստ ապրել իրենց հայրենիքում։ Լարա Արաքելյան, Լիլիթ Գասպարյան, Տիգրան Գասպարյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։